Սիրելի հեռուստադիտող, սիրելի տուրիստ, սիրելի հետևորդ, բարի գալուստ նոր ճանապարհորդական երթուղի։ Ինչպես գիտեք, մեր հեռուստատարբերակը եթեր է գնում ոչ միայն Նոր Հայաստան հեռուստաալիքով, այլ նաև ամբողջ աշխարհում ենք տեսանելի ու լսելի US Armenia, ARTN եւ ահա մեր համացանցային պորտալում պարբերաբար հայտնվում էին մեր ամերիկահայ հեռուստադիտողների խնդրանքները եւ նրանցից մեկը շատ էր կամենում, որպեսզի մենք նկարահանենք ապարանի ջրամբարը։ Ձեր ցանկությունը այսօր դառնում է իրականություն։ Այսօր ապարանի ջրամբարը ունի շատ տուրիստական ինֆրաստրուկտուրաներ եւ այստեղ եկողը ոչ միայն կարող է նավարկել ջրամբարում, այլ նաեւ զբաղվել ձկնորսությամբ, ինչպես նաեւ հանգստի բազմազան շերտեր բացահայտի։ Այսօրվա մեր նշանակետը նաեւ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին է, ինչ թվագրվում է 4-րդ դար։ Այսօր մենք ոչ թե ոտքով ենք մոտենալու եկեղեցի, այլ նավարկելու ենք։ Արամը սիրով համաձայնեց մեզ հետ նավարկել, որովհետև ով, բայց ինքը շատ լավ գիտի այս տեղանքը։ Նու ես արդեն պատկերացնում եմ դրոնից ինչ գեղեցիկ կադրեր ենք ունենալու։ Ամբողջ նավակը վարձելու համար թիմով կարող եք հավաքվել 1, 2, 3, 4, 5, 6, 7, բայց մենք այսօր նավարկելու ենք, ոնց է ասում, հարուստի կայֆերով։ Գնացինք։ Նավարկությունը թեև տևեց մի քանի րոպե, բայց քո ենթագիտակցության մեջ դու նավարկում էիր ժամանակի ալիքներով երկար թված։ Այս գեղեցիկ ծառերը, այս բլուրները, այս կանաչը մի առանձնակի համ ու հոտ են տալիս նկարահանումներին։ Չգիտեմ, բառեր չեմ գտնում այս հրաշքը նկարագրելու համար, բայց փորձեմ պատմական մի քանի ակնարկով։ Ուրեմն Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու կենսագրությունը գալիս է դեռ 4-րդ դարից։ Որոշ պատմաբանների մոտ հետևյալ թեզն է առաջ գալիս։ Այս եկեղեցին կառուցվել է նախաքրիստոնեության շրջանում եւ կառուցվել է հեթանոսական տաճարի վրա։ Վկայություններ բնականաբար կան զարդանախշերի տեսքով, սիմվոլների տեսքով։ Հիմա տենց ջուր է, վզից էլ բռնեք չեմ լողալու, մտնեմ այնտեղ ցույց տամ։ Նավակը որքան որ հնարավորություն տալիս է, փորձում ենք կողից կշտից տենց ցուցադրել այս ֆանտաստիկան։ Պահպանված արձանագրություններից մեկում հիշատակվում է Գնթունյաց իշխաններից մեկի Գևորգի մասին, հետևաբար եզրակացնում ենք, որ Գնթունյաց տոհմը նույնպես ունեցել է իր ներդրումը այս եկեղեցաշինության ու ռեստավրացիայի հարցում։ Հատկանշական ու հետաքրքիր մի փաստ էլ արձանագրենք, ուրեմն տարիներ առաջ այս ջրամբարի տարածքում կյանք է եղել, մարդկային կյանք։ 3 գյուղ, Զովունիկ, Հասաղ, այն մեկի անունը չեմ հիշում, հետո երբ կառուցել են ջրամբարը, ռոռոկման նպատակով, ջրամատակարարման նպատակով, այդ մարդիկ թողել են իրենց տները ու տեղափոխվել, տարածքը ծածկվել է ջրով։ Հիմա այստեղ կենթանական աշխարհ են, որ ասում են վխտում է, թռչունների առումով շատ են ճայերը, ջրագրավները, ինչպես նաև ձկնորսությամբ զբաղվող մարդիկ գալիս են իրենց
գլեմփերը դնում են, գիշերներով մնում են, վայելում են այս բարձունքները, այս կանաչը, այս հատուկենտ ծառերը, որոնց միջից այդ բամբակներն են դուրս գալիս ու կադրում այնքան գեղեցիկ է, չգիտեմ, իմ աչքով ես տեսա։ Հուսով եմ, որ Սերգը նույնպես բռնացրել է այդ կադրերը։ Մեր էքսկուրսավարից հարցրեցի, ինձ ասաց, որ այս տարի ոնց որ ջրամբարը 100%-ով է լցվել, նմանատիպ երևույթ արձանագրվել է մոտավորապես 15-16 տարի առաջ, երբ Պողոս Պետրոսը եղել է ջրի տակ ու երևացել է միայն տանիքի հատվածը, գմբեթի հատվածը։ Ասում եմ, ինչ անողոք է, չէ ժամանակը։ Առաջ է վազում, թվում է մի քանի րոպե առաջ նոր պատրաստվում ենք նավարկել, գնալ տեսնել եկեղեցին, կղզին, բայց վերջացավ։ Այսքանը, ինչ խոսք տպավորիչ էր, հուզիչ էր, գեղեցիկ էր։ Ես օրինակ էլի կգայի, ընկերներով, չգիտեմ, կոլեկտիվով, մանավանդ, որ համ բյուջետային է, համ էլ որ լավ անցավ, հետաքրքիր էր շատ, երբեք չէի նավարկել ապարանի ջրամբարով։ Առաջարկում եմ մի քանի գեղեցիկ կադրեր էլ վայելել երկնքից ու շարժվենք, կարգավորենք գիշերակացի հարցերը։ Մեկ ճանապարհորդության ընթացքում, երբ տեսնում ես հարմարություններ, ձգտում ես այդ հարմարություններին եւ ուզում ես վայելել այդ հարմարությունները։ Արագած հյուրանոցը հենց այդ հանգրվաններից մեկն է, որտեղ ոչ թե երկրորդ, երրորդ, երևի չորրորդ անգամ ենք գիշերում եւ այսօր ինձ տվել են թիվ 11 համարի սենյակը։ Այստեղ յուրաքանչյուր սենյակ ստեղծված է հյուրի լիարժեք հանգստի համար։ Եկեք գնանք, եկեք առաջանանք, ահա եւ մեր սենյակը։ Ջան։ Ահա եւ մեր սենյակը, լույս։ Չանհանգստացնել այս կախեք դռնից այն ժամանակ, երբ առավոտյան ուզում եք երկար քնել։ Ահա եւ մեր սենյակը մեծ է, ես ձեզ ասեմ, ու աչքի ընկնում լուսավոր ու ընդարձակ ինտերիերով, ինչպես նաեւ ընդարձակ king size մահճակալով։ Ոնց եմ սիրում, որ բարձերի քանակը գերազանցում է 4-ը։ 1, 2, 3, 4 դեկորատիվ ձևի համար եւ 2-ը արդեն քնելու ու հանգստանալու համար։
խոսք գնաց հանգստից, եկեք ստուգենք մահճակալի փափուկությունը։ 1, 2, 3, 4։ Ջան, փափուկա ու մի անգամից գրկախառնվում է։ Առանց այլևայլությունների։ Так, գիտեք մեկ էլ ինչն է դուրս գալիս, այս ներկառուցված փափուկ հենակը, այսինքն փայտ չի, երկաթ չի, գլուխդ արխային կարող ես հենել, ավելին ասեմ, այս աղի լուսավորիչները միացնում եք ու աղից արձակված թթվածինը շնչում, հաջորդ օրը առողջ արթնանում եք։ Զգեստապահարան, սրբիչներ, խալատներ, կախիչներ։ Խոսենք նաև այլ հարմարություններից, ունենք սառնարան, պլազմա, աշխատանկյուն, սուրճ թեյ ջուր, պապիրոս, անպայման։ Իդեպ Երևանում եւ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի լավագույն սուպերմարկետներում հայտարարված է ակցիա պապիրոսի կողմից, կարող եք ձեռք բերել խնամքի պարագաներ համեմատաբար ավելի էժան գներով։ Սան հանգույց, տես արդեն գույները տրամադրում են, արդեն լուսավորությունը տրամադրում է, արդեն այս ներկառուցված տեխնիկան սան տրամադրում է, խնամքի պարագաներ կան, լոգախցիկ ունենք, մաքուր է, ժանգոտած չի, ինչ ասեմ, ես գոհ եմ իմ սենյակից, համոզված եմ, որ շատ լավ հանգստանալու եմ, առավոտյան կնախաճաշենք ու կքննարկենք մեր երկրորդ ճանապարհորդական օրվա անելիքները, եկեք ցույց տամ, որտեղ ենք նախաճաշելու, այ հենց այստեղ։ Լսի, մոտավորապես 10-15 րոպե է, ուզում եմ հասկանամ, ստեղից ինչ-որ օդ է փչում, որ այս ջուրը սենց կատաղած ժայթքում է։ Գիտեք, ամենալավ առավոտը էն է, երբ բնությունն է քեզ արթնացնում։ Ջրի տեսքով, կանաչների տեսքով, ծտերի դայլայլի տեսքով, թե չէ քաղաքում տանն էլ կարաս նախաճաշես։ Մենք նախընտրում ենք նախաճաշել բնության գրկում ու բնության հետ։ Օպա։ Չնայած կան տուրիստներ, ովքեր նախընտրում են սրահում նախաճաշել, բայց մենք նախընտրեցինք դրսում։ Այս այն չափաբաժինն է, ինչը քո առավոտը դարձնում է էներգիայով լի։ Տնական կաթնաշոր, տնական թթվասեր, սեր ու սերեր, մի փոքր էլ պահածո ու ամեն բան շքեղա։ Այս գույներից ու համերից ուտելը տեկավ, չէ՞ սեր։ Կինս միշտ ասում է տիկ նախաճաշին կաթնամթերքը պարտադիր է։ Առողջար արա։ Արի կաթով տարբերակ ընտրենք, հա։ 3-ը մեկում light, մի փոքր, հա։ Այ հիմա վստահ կարող եմ ասել, որ օրը ստացված է։ Բարի լույս ու բարի առավոտ։ Rio Grande։
Այս կածանով մենք գնում ենք Գեղարուտի ջրվեժը։ Իրականում մենք գնում ենք դեպի մեր ինքնություն։ Եկեք անկեղծանանք։ Կոնկրետ այստեղից յուրաքանչյուր ռակուրս հայացքի տեսքով, նոր զգացողությունը կամ նոր զգացմունքը։ Ու այդ զգացմունքը առատ է սիրով։ Դու նորովի ես սիրահարվում, դու նորովի ես բացահայտում, դու նորովի ես խենթանում, որովհետև այս բարձունքները ու այս կանաչը ու այս թթվածինը ցնդելու աստիճան լավն է ու քեզ հասցնում է խելագարության։ Լուրջ։ Դե ինչ, խաղաքարտերը արդեն բաց են, մենք շարժվում ենք Գեղարուտի ջրվեժը, այստեղից երևում է, դեռ երկար ճանապարհ ունենք, ինչպես ասում են։ Լավա որ լավ նախաճաշեցինք, հիմա այդ ամենը շատ շուտ կմարսենք, որովհետև այս մաքուր օդը ես հասկանում եմ, որ դրան է տանում։ Օգտվել ենք Արագածի կոնսերժ ծառայությունից, տուր ենք վերցրել դեպի Գեղարուտ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Էտերին եւ Արամին արագ այս ամենը կարգավորելու համար ու այս էքստրիմի համար, որ խելագարվում եմ, երբ որ պատուհանից քեզ գցում ես դուրս ու վայելում ես այս ամեն ինչը, հանգստանում ես, հասկանում ես, ոչ միայն աչքերը տա հանգստանում այս տեսարաններից, այլ նաև հոգիդ է խաղաղվում, նայեք ինչ սիրուն է, հողմահարված ժայռեր, ով գիտի, դարեր առաջ ինչ ա եղել, ինչ ձև ա եղել, մեզ մնում է այսօր 21-րդ դարում այս ամենը վայելել ու հետևություններ անել, բայց դե շքեղ է, բայց դե ֆանտաստիկ է, դե ասում եմ, մեկ-մեկ մարդիկ չեն հասկանում, թե ինչ զոհողությունների են գնում, այսքան փոքր կոնտենտ ստանալու համար, մեկը պատուհանից, օպերատորը այնտեղ տանիքից, բայց դե կարողանում ենք այս բորիերը հաղթահարենք ու բոմբաստիկ կոնտենտ ստանանք։ Այս ամենը ձեզ համար, եթե ամենագնացով եք գալիս Գեղարուտի ջրվեժ, կանգառները պարտադիր են։ Իջեք, մի փոքր քայլեք, վայելեք այս ամեն ինչը։ Այս ձյունածածկ գագաթները, որ տեսնում եք, այս ձյունածածկ գագաթները տեսել են դարերով հայի ոտնահետքը։ Ու ակամայից այնց պատասխանատվությունն է մեջդ ծանրանում, սենց ես լինում։ Այս քամու շշուկը, ծտերի դայլայլը հիշեցնում են քեզ, որ հայրենիքը մենակ հող չի, հայրենիքը հիշողություն է, հայրենիքը արմատ է, հայրենիքը հոգի տա, սիրտը տա, այն բաբախոցն է, որ սենց դդպ հասկանում եք, ես համոզված եմ, որ հասկանում եք ու համոզված եմ, որ յուրաքանչյուրդ էլ այս զգացողությունները ապրել եք, այս սիրուն է, խելագարվելու աստիճան, հա? Շվեյցարյան հանգստանումը, քիչ մնաց հասնում ենք, Ինչ եմ ուզում ասել, սիրելի քաղաքասեր հասարակություն, չեք պատկերացնի ոնց է պետք մեկ-մեկ մեկուսանալը, իզոլացվելը քաղաքի թոհուբոյից, այդ աղմուկից, անվերջ խցանումներից, որ ասեմ, չմտածեք, որ ես ծուլանում եմ ու չեմ գնալու հասնեմ ջրվեժի փեշը, որովհետև տեսեք ձյունը, հաստ շերտով, պատելա, արևն էլ իր ներգործությունը արելա,
այդ հաստ շերտը թուլացել է ու Աստված մի առասը ոտը սխալ տեղ դրեցիր ընկնում ես գետը իսկ գետերը այս սեզոնին բարար են ու գիտեք ինչ հետևանքներ ունեն դրա համար են որ ռիսկի չենք դիմի մեռնեմ գեր հզոր տեխնիկայի ջանին վերևից կադրեր ու մոտիկից կադրեր անպայման կունենանք բայց ինչքան հնարավոր է կմոտենանք որքան որ ներումա սեփական ամենագնացների ընթացքը ու քանի մոտենում ես հասկանում ես որ Հայաստանը միայն տեղանք չի որը որ քարտեզի վրա նշված է հա Հայաստանը քո սիրտն է քո ներսն է քո տունն է ու վերջ մենք արեցինք հնարավոր անհնարը то есть մոտեցանք ինչքան որ կարողացանք տեսեք այս ձյան շերտերն են մասամբ սարցակալած մասամբ էլ հալված կարողա սգենք իսկ ես չեմ ուզում սգեմ այն որ հասկանում ես վախը մեջը տա քայլելուց վստահ քայլեր չեն այդ դրա համար չեմ շարունակի այս էլ մեր հսկան բարև հսկա մի քիչ տենց կներեք արտահայտությանս համար բայց որցոտ բնավորություն ունի չես համեմատի օրինակ աստղիկի հետ չես համեմատի օրինակ շաքիի հետ այս մի քիչ տենց տղամարդկային բնավորության գծեր ունի ու այս ելման կետից է որ լեռների հզորությունը ուշադիր այնտեղ նայեք ու ջրի հզորությունը միախառնվում են մի ամբողջական ներդաշնակության մեջ ու ստեղծում են գեղարուտը եթե ինձ ասեք Տիգրան այս երջանկությանը նկարագիր տուր ես մի քիչ կսկսեմ կմկմալ բայց կարտահայտվեմ իհարկե մաքրություն հզորություն անաղարտություն այս երեքը մեկում խորհրդանիշ է գեղարուտի ու գիտեք տարբեր սեզոնի ինքը տարբեր է զբոսաշրջիկներին ու այցելուներին ներկայանում այ օրինակ այսօր մեզ այսպես է ներկայացել անհնար է իրան մոտենան հասկանում եք այնինչ եթե օրերից մի օր ուղղաթիռ ունենանք կբարձրանանք այնտեղ այնտեղ կիջնենք ու կտեսնենք բայց չէ ինձ թվում է մի երկու ամիս հետո այս ձյունը կհալի Տենց է, մոտավորապես 2 ժամ ամենագնացով, մի ժամ կամ 40 րոպե քայլարշավ ու նույն ժամանակացույցը հետադարձ ճանապարհի համար։ Բնական է, որ պետք է սոված լինենք հիմա։ Առաջարկում եմ իջնել ապարան։ Ասում են այնտեղ նոր սրճարան, ռեստորան է բացվել։ Նախ մեր գնահատականը կտանք, հետո էլ կբզբզանք։ Համով է խոհանոցը, թե չէ։ Խորուրդ տանք ձեզ, թե չէ։ Միջև շարժվելը Էդիկին շնորհակալություն հայտնենք, պապիրուսը մեզ ձեռնունայն չի ուղարկել գեղարուտ։ Էդո աղբեր ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ քեզ,
Ես էլ եմ շնորհակալ։ Ոչ միայն նրա համար, որ դու մեզ առոք, փառոք, ապահով բերեցիր, հասցրեցիր Գեղարուտ, այլ նրա համար, որ ամբողջ ճանապարհին մեզ ներկայացնում էր, թե որքան է սիրում դու քո հայրենիքը, քո հող ու թուփը, Շատ, այո։ ծառ ու սարը, լեռը, ու այդ սերը հավատաս զգացվում էր։ Ես էլ եմ շնորհակալ, որ ներկայացնում եք մեր ժողովրդին, որ ճանաչեն մեր հայրենիքը։ Ինչը չճանաչեն չեն սիրելու։ Հաստատ ու կարևորը մաքուր պահեն։ Այո։ Ուզում եմ քեզ պապիրոսի կողմից հանձնել այս հրաշք սեթը խոնավ անձեռոցիկներեն կոշիկների համար նախատեսված, մեքենայի մաքրությունը ապահովելու համար եւ տանը կահույքի մաքրությունը ապահովելու համար։ Գնացինք։ Գնացինք։ Ասում եմ, երբեմն ճանապարհները քեզ բերում են ամենահամով կանգառները։ Գեղարուտից իջանք ապարան ու երբ ապարանը վերջանում է, սիմպոզիումի այգինը ու հուշարձանը անմիջապես մայթեզրին գտնվում է նոր համով հասցե։ Հիշեք, Highlands ռեստորան սրճարան։ Ճիշտ է, ձեր մեքենաները այստեղ կանգառ են անելու մի քանի րոպեով, բայց դուք այս սրճարան ռեստորանում մնալու եք շատ երկար, մինչև սեղանի վերջին պատառը չվերջանա։ Ունենք 3 զոնա։ Այս առաջին հատվածն է բացօթյա, որտեղ ձեզ սպասվում է սառը սուրճ, սառը թեյ, կարաք մի քանիսն էլ հետներ վերցնեք։ Երկրորդ հատվածն է այստեղ են լինելու ձեր ամենաջերմ հանդիպումները, կորպորատիվ միջոցառումներ, ընկերական ու ընտանեկան հավաքներ։ Սրահում կտեղավորվեն մոտավորապես 50-ից 60 անձ։ Իսկ ես իմ սեղանը, իսկ ես իմ նստատեղն, ոնց են ասում, դիետան սպասում է դրսում։ Դիետային ասենք օղվուախ։ Ֆրանսիացիներն են ասում, այսինքն առայժմ։ Արի հասկանանք։ Սմբուկներ։ Ես հարգում եմ այն շեֆ խոհարարներին, ովքեր իրենց այցելուներին զարմացնում են։ Ես առաջարկում եմ ձեզ սիրելի տուրիստներ զարմանաք ոչ միայն տեսքով, այլ նաև համով։ Փորձենք։ Դրել ես արիտար, ուրեմն տեսեք, համով հորթի փապկամիս, պատրային ու կաթնային սոուս, ինչպես նաև կանաչեղեն ու բուլղարական պղպեղ։ Այս ամեն ինչի սինթեզից բերանի ապարատը զարմանում է։ Այսինքն։ Փորձենք նաև սմբուկը։ Գիտես, այդ ձիթայուղի ճպճպալը, ծորալը չկա, այդ շիրայի էֆեկտը չկա։ Այնքանով, որքանով ես եմ զգում։ Դզեց, այս անուշաբույրը տակ ուտեսների տեսքով, իսկը ինձ համար է։ Հաղորդման շրջանակներում կփորձենք լեռնային բարձրավանդակը, ռիպսը կթողենք տեսախցիկի անջատվելուց հետո։ Ինչպես տեսնում եք, սեթ է, ինձ թվում է կբավականացնի մոտավորապես 2-3 անձի, համոզված եմ, որ կբավականացնի։ Այս կանաչեղեններով էլ զարդարեմ, էլի, ափսես, կանաչ ռեհան, ռոզմարին, ուշադրություն դարձրեք, բուլղարական պղպեղները կանեփով են, գլուխս պտտվելու է, չգիտեմ, ընկնելու եմ հաճույքների գիրկը, չգիտեմ։ Դες ես գիտեի Գեղարքունիքի մարզն է աչքի ընկնում կանեփի մշակույթով, կանեփով տոլմա եւ այլն։ Բայց արի ուտես, որ ապարանը զարմացնում է, պոմիդորը սիրում է ռեհան, անցում հորթի մսին։ Գիտեք, չէ, Եվրոպայում որքան շատ է տապակված միսը, այդքան էժան է։ Որքան քիչ է տապակված, այսինքն al dente տարբերակով են մատուցում, արյունը մեջը, այդքան թանկ է։ Անկեղծ ասած չգիտեմ ինչի։ Հորթի միսը շատ լավ տապակված է, այդ ծխեցված համը գալիս է, սոուսը լրացնում է, ուտելը գալիս է ու կուլմինացիան։ Կանեպ։ Տեսեք, ես խոսում եմ թանկ ու էժան սեգմենտից,
զուգահեռներ եմ անցկացնում գաստրո ճանապարհորդության շրջանակներում Եվրոպա, Հայաստան, ասիական երկրներ։ Էժան չի, բայց թանկ էլ չի։ Այսինքն Արիստոտելյան ոսկե միջինը։ Այ կգաք ու կհամոզվեք։ Մոխիտո առանց ալկոհոլի։ Տղայիս ծնվելուց հետո այս երկնագույնը պաշտում եմ։ Այսքանը այսօրվա համար ես առավել քան երբևէ համոզված եմ, որ ձեր հաջորդ ճանապարհորդական երթուղին լինելու է Արագածոտնի մարզում։ Գալու եք, տեսնելու եք, զարմանալու եք, վայելելու եք ու սպասելու եք անհամբեր մեր հաջորդ ճանապարհորդական ուղևորությանը։ Հաջողություն, կհանդիպենք։ Ось ինչ լավն էր։ Սառը, ցիտրուսախառը դզեց։